Բարի ուշ երեկո, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, այսօր մի քիչ անսովոր ուժամի եմ անում, որովհետև օրը ծանրաբեռնված էր եւ ամփոփելու առատ նյութ կա։ Այն բանից հետո, երբ ուրբաթ օրը պարզ դարձավ, որ ԿՊ-ից հեռացված երկու պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը անցյալով Արթունենք շարժման հորդորին որոշել են վարչապետի անվստահության գործընթաց հարուցել եւ որպես վարչապետի տեխնացու առաջադրել Էդմոն Մարուկյանի տեխնացությունը, ակնհայտ էր, որ խորհրդարանական ընդդիմությունը կանգնած է 3 լուծման հնարավորության առջև։ Առաջին լուծումն այն էր, որ խորհրդարանական երկու խմբակցությունները արձագանքեին Հովիկ Աղազարյանի նախաձեռնությանը եւ 36 ստորագրություն բոլորով միասին, հենց այդքան էլ պահանջվում է, հավաքեին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ Էդմոն Մարուկյանին վարչապետ ընտրելու նախաձեռնության տակ։ Ուրեմն առաջ տարբերակը սա էր։ Խորհրդարանական ընդդիմությունը տեսական ընդամենը մեկ հնարավորություն ուներ Էդմոն Մարուկյանի տեխնացությունը մերժելու կամ սեփական նախաձեռնություն առաջ տանելու համար, եթե այս օրերի ընթացքում, անցած 3 օրերի ընթացքում կարողանար առաջադրել որևէ տեխնացուի, որը կոնսոլիդացնող ավելի մեծ պոտենցիալ կունենար։ Ասենք կարողանար իր շուրջ կոնսոլիդացնել ոչ թե 2, այլ 20-ից ավելի ընդդիմադիր պատգամավորների։ Բայց խորհրդարանական ընդդիմությունը այդ ճանապարհով չգնաց։ Կար մի երրորդ ճանապարհ, որի մասին հիմա կխոսամ։ Հենց այն պահին, այսօր առավոտյան, երբ Էդմոն Մարուկյանը գնաց ազգային ժողով, պաշտոնապես իր համաձայնությունը տվեց առաջադրվելու եւ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ստորագրեցին որպես պատգամավորների իմպիչմենտի նախաձեռնության տակ, եթե հեռարձակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որը նա տվել էր մի քանի օր առաջ։ Հենց երրորդ ճանապարհը ընտրեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա բաց տեքստով հայտարարեց, որ իմպիչմենտի գործընթացը չի համարում իրատեսական, ինքը պրագմատիկ մարդ է եւ հետեւաբար չի մտնում մի խաղի մեջ, որը զրոյական շանս ունի արդյունքի հասնելու։ Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, մենք գործ ունեցանք մի շատ հետաքրքիր պրոցեսի հետ։ Իմպիչմենտի գործընթացը մեռավ չծնված։ Վստահաբար կարող ենք ասել, այս խորհրդարանում այլևս ես չեմ հավատում, որ իմպիչմենտի գործընթաց հարուցվի մի շարք պատճառներով։ Այնպես չէ, որ հավատում էի 10 օր առաջ, 15 օր առաջ, բայց 10-15 օր առաջ իշող տեսական հնարավորություններ կար։ Այսօր խմբակցություններից մեկի առաջնորդը, իսկն դաշինքի առաջնորդը, Հայաստան դաշինքի առաջնորդը, ըստ էության արձանագրեց, որ այդ ճանապարհը հեռանկարային չի համարում այս խորհրդանում եւ շեշտը դրեց 2026 թվականի ընտրություններին իր մասնակցության վրա, ընդ որում այսօր Քոչյանը գրեթե բաց տեքստով ակնարկեց, որ իր քաղաքական թիմի վարչապետի տեխնացուն 2026 թվականի ընտրություններում լինելու է հենց ինքը։ Այսպիսով արձանագրել, որ իմպիչմենտի դասական մոդելը այս խորհրդանում այլևս չի աշխատելու։ Այսինքն 36 ստորագրություն, մնացած 1 տարում, եթե չլինեն ֆորս մաժորներ, ես հնարավոր չեմ համարում, որ հավաքվի որևէ տեխնացուի համար։ Կրկնում եմ, այստեղ երկու խմբակցություններից որ մեկն էլ իմպիչմենտի գործընթացը հեռանկարային չհամարել, հենց այս արդյունքն ունենալու ենք։ Կոնկրետ մի խմբակցություն կամ մի դաշինքի ղեկավար արդեն բաց տեքստով այդ մասին հայտարարեց։ Թերևս այս խորհրդարանում դժվար է ակնկալել, որ իմպիչմենտ հնարավոր է։ Մի կողմից ԿՊ-ն դա ուսապարկերի հավաքածու է, մյուս կողմից մենք ունենք խորհրդարանական ընդդիմություն, որը
Եթե դպրոցական լեզվով ասենք, ծույլիկ աշակերտի կարգավիճակ ունի, այսինքն եթե ԿՊ-ն խուժանապետության մոդել է, ապա խորհրդարանական զույգ ընդդիմադիր խմբակցությունները ծույլիկ աշակերտի համբավ ունեն։ Կամ ավելի պատկերավոր ասեմ, չբեր կնոջից հնարավոր չէ ակնկալել, որ նա կարող է երեխա ունենալ։ Սա բնորոշ է թե խորհրդարանին ամբողջության մեջ վերցրած թե նրա ընդդիմադիր սեգմենտերին։ Ես դերևս 10 օր առաջ եմ ասել, որ կողմ լինելով հանդերձ իմպիչմենտի գաղափարին, որտեղ ղեկավարում է մի կուսակցություն, դեմոկրատական այլընտրանքը, որը Նիկոլ Փաշինյանի շուտապույտ հեռացման կողմնակից է, այսպիսով կողմ լինելով իմպիչմենտի գաղափարին, ես քանիցս ասել եմ, որ իմպիչմենտի գաղափարը ես ածանցյան եմ համարում մեկ այլ կարևոր գործընթացի։ Ուրեմն, որպեսզի իմպիչմենտը հաջողեր, պետք է տեղի ունենար համաժողովրդական հուժկու շարժում։ Մի այնպիսի շարժում, որը հնարավոր դարձներ ճաքերի գոյացումը իշխանության ներսում։ Այդպիսի շարժում հնարավոր էր, եթե Հայաստանում ձևավորված լիներ իրական քաղաքական այլընտրանք իր ծրագրով, առաջնորդով, հարթակով։ Կարճ ասած, ես խոսում եմ գրեթե նախահեղափոխական իրավիճակի մասին, մի իրավիճակի, որ Հայաստանում այսօր ցավոք սրտի գոյություն չունի։ Հետևաբար, իմպիչմենտի մասին խոսակցությունները, ընդդիմադիր տարբեր սեգմենտների փոխադարձ մեղադրանքները ավելի շատ տեսական քաղաքականության ժանրից են կամ կապ ունեն իրականության հետ։ Եվ վերջապես, սիրելի հայրենակիցներ, մի կարևոր խնդրի մասին էլ էի խոսել եւ արթուն ենք շարժման իմ հարգելի գործընկերներին առաջարկել էի այն թեզը, որը հակադրության մեջ է դնում իմպիչմենտի գործընթացը խորհրդարանական հերթական ընտրություններով Փաշինյանին հեռացնելու գաղափարի հետ հակադրության մեջ չդնել։ Սրանք իրականում փոխ լրացնող գործիքներ են, որը նաև մեծացնում է ընդդիմության մանևրելու հնարավորությունը։ Ունենք այնինչ ունենք։ Եթե իմպիչմենտի գործընթացը գործնական առումով տապալվել է, դա չի նշանակում այն չի կարող թրիգեր լինել քաղաքական գործընթացների համար։ Ես վստահաբար պնդում եմ, որ իմպիչմենտի գործընթացը ոչ դասական սցենարի իմաստով, այլ որպես գաղափար դառնալու է այն գործիքը, որի միջոցով առաջիկա ամիսների ընդդիմադիր դաշտում տեղի են ունենալու վերադասավորումներ, ընդդիմադիր տարբեր սեգմենտներ իմպիչմենտով պաշտպանելու են կամ իմպիչմենտը օգտագործելու են ընդդիմադիր այլ սեգմենտների դեմ։ Ամեն դեպքում այսպիսին է հայկական իրականությունը, որտեղ մի գործընթաց կարող է ծնվելու պահին մեռնել։ Այս թեմայի մասին թերևս այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաղորդման վերջում կոչ եմ անում ձեզ բաժանորդագրվել իմ ֆեյսբուքյան, տելեգրամյան, տիկտոկյան, էջերին, X բլոկին եւ անպայման ամենակարևորը բաժանորդագրեք իմ YouTube-յան ալիքին, որպեսզի կարողանաք հետևել իմ դիրքորոշումներին, հարցազրույցներին, ակնարկներին։ Բարի գիշեր բոլորիդ։